41 նկարչի 69 աշխատանք է ներկայացված Վանաձորի կերպարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում։ Ցուցահանդեսի միջոցով բոլորիդ ենք տեսնում, ամբողջն ենք տեսնում, ֆերներսն ենք տեսնում եւ սրանով մանավանդ միևնույն ժամանակ դուք այդ ընտրության մեջ, նաև Պապագալյանի այդ ընտրության մեջ, աշխատանքի այդ ընտրության մեջ այսօր տեսա մի ստակ մարտահրավեր քաղաքը կանաչ պահելու, քաղաքը սիրուն պահելու։ Այս խորագիրը կարծես թե պատահական չի ընտրված իր խորքի մեջ, որովհետև իսկապես մեզ ճանաչում են մեր կանաչ քաղաքով, նրա իրական գույներով, որի հիմնական ասելիքը ձեր խոսքի մեջ է, իսկ ձեր խոսքը կտավն է, ձեր խոսքը վրձինն է, ձեր խոսքը այն գույներն են, որի միջոցով դուք կարող եք շատ ավելին ասել, քան խոսքերով, քան իր տեսակով։ Լոռեցի արվեստագետների ամենամյա խմբային ցուցահանդեսը այս տարի կրում է «Կանաչ քաղաքի գույները» խորագիրը։ Այս անվանումը խորագիրը շատ թիրախային է, որովհետև թույլ տվեք այդպես արտահայտվեմ։ Ես արվեստը դիտարկում եմ ոչ միայն որպես հոգևոր, այլ նաև շատ կոնկրետ նյութական արժեք, ինչ իմաստով, որ մեր քաղաքը գեղեցիկ է լի իր ոչ միայն պուրակներով, իր գեղեցիկ մայթերով, ճանապարհներով, բարեկարգ փողոցներով, այլ հենց իր արվեստով, եւ ես սա չեմ թաքցնում, իսկապես մեծ հպարտությամբ նշում եմ, որ այս օջախը, որը կոչվում է Վանաձորի կերպարվեստի թանգարան, մեր քաղաքի այցեքարտերից է։ 20 տարի առաջ կյանքի կոչված այս ցուցահանդեսը նպատակ ուներ համախմբել լոռեցիներին ու մի հարկի տակ ներկայացնել նրանց ուրույն դեմքն ու դիմագիծը։ Կանաչ քաղաքի ուրույն գույները հենց մեր այդ 40 նկարիչներն են այստեղ, որ կմտնեք, կտեսնեք, նրանք ոչ մեկը չեն կրկնում մեկը մյուսին։ Նրանք ամեն մեկը ունի իրեն դեմքը, ամեն մեկը կարողանում է իր հոգու մեջ եղած հարստությունը արտահայտել այդ գույների միջոցով։ Ցուցահանդեսը հաջողվեց ու դարձավ ավանդական։ Սկզբում դրանք ունենում էին հստակ խորագիր, վանաձորյան ներկապնակ, բազմաշավիղ, արդեն 2 տարի է կրում է տարբեր խորագրեր։ Անցյալ տարի այն կրում էր էգզիստենցիալ պատկերներ խորագիրը, այս տարի կանաչ քաղաքի գույները։ Գիտեմ, որ խորագրերը տարբեր մտքեր են ծնում, տարբեր ընկալումներ ունեն, բայց արվեստագետի համար դա մեկն է՝ իր գույներով ներկայացնել կյանքի իրականության իր ընկալումները։ Կարծում եմ այս ցուցահանդեսը իրոք հաջողված գաղափար էր, հաջողված պրոյեկտ էր եւ շարունակականությունը կունենա նաեւ հետագայում։ Կանաչ քաղաքի գույներով հիացած ոգեշնչված էին վանաձորցիները։ Տպավորությունները մեծ էր հատկապես 45 տարի հայրենիքից հեռու գտնվող վանաձորցու համար։ Շատ ուրախալի է, որ կանայք աղջիկները շատ մեծ ակտիվ են, շատ եւ շատ շնորհալիներ եւ ունեն մեծ հեռանկար։ Դա գովելի։ Շատ ուրախ եմ ընդհանրապես իմ հայրենի օրերանում այսպիսի մակարդակով ցուցահանդես տեսնելու եւ վայելելու մեջ։ Թանգարանում շեշտում են, ակտիվացել են հատկապես երիտասարդ արվեստագետները, նույնիսկ կան ուսանողներ, ովքեր ներկայանում են իրենց հետաքրքիր ու տարբերվող գործերով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։